աշխներ, պայծառ աշուն։ Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Հանկարծ ճռնչաց Դիլանդայու անտառի այգու դռնակը։ Դռան ձայնին Դիլանը գլուխը դուրս հանեց, այգում ոչ ոք չկար։ Կարծես հավք էր թաքնվել անտառի մթին խորշում, ապա վիզը երկարեց ինչպես սկաքավը դեղնած արտերում։ Խշշյուն լսեց և մի ջահելկին դուրս եկավ սիմինդրի խիտ արտից, դուրս եկավ, ճոճեց բարակ մարմինը որպես եղեգ և կաքավի մանր քայլերով սուրաց դեպի հնձանը։ Սոնան էր, զառ մանդիլով նորահարսը, լույս ատամներով այն աղջիկը, որ որպես զրնգան ծիծաղում էր, երբ առվակի մեջ կախում էր սպիտակ սրունքները, իսկ դերացու տղան Դիլանը ջուր էր ցնցում նրա ողկույզի պես գանգուր մարզերին։ Դռան մոտ զրնգացին Սոնայի շալե շապիկի արծաթե սուրմաները և ներս մտավ ինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով։ Հանկարծ տեսավ նրան, ցնցվեց, ոսტիուն արեց դեպի ետ, բայց մի կրակված ձեռք փակեց հնձանի դռնակը։ Բաղը մարդ կգա Դիլան, դողալով խնդրեց նա։ Ու չիմացավ գինուցն էր, թե հնձանն էր տաք, Դիլան դա ինչ իմացավ, Սոնայի ականջին շշնջաց. կաց, անխիղճ։ Սոնան օձի պես կեռումեր առեց։ Փորձեց ազատվել նրա բազուկների օղակից, կարոտով խնդրեց, խոստացավ, որպես եղեգ ճոճվեց նրա դալար մարմինը և մեջքը խոնարհվեց։ Հետո թևը ջարդված հավքի պես Սոնան ամաչկոտ դուրս թռավ հնձանից։ Մի անգամ էլ շորորաց այգու շաղոտ խոտերի վրա և ներսը թողեց լաջվարդ շապիկի բույրը, իսկ զրնգան սուրմաները կայտառ կոհակների նման ծափ էին զարկում։